Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանը երբեք այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է։ Հիմա շատ վատ ժամանակաշրջան է, Ազոս ջան։ Չեմ կարծում, որ սրանից վատ եղել է երբևէ։ Ինչու է ինքը հակառակը։ Դե ինքը երևի տենց է ուզում։ Ինչ ասեմ։ Չգիտեմ, մեզ համար շատ վատ է, կարող իր համար շատ լավ է։ Էդ էլ կա։ Ոչինչ չեմ կարող ասեմ։ Ես չգիտեմ այդ բաները։ Դա անունը մի տուր սիրուն աղջիկ ջան։ Նախադեպ հնարավորությունների ես իր հետ ժամանակաշրջանը համաձայն։ դուք համաձայն եք դրա հետ։ Ինչ ասեմ։ Ինչ աննախադեպ հնարավորություններ կան հիմա, որ նախկինում չկան։ Ես չգիտեմ հնարավորությունների մասին, ինչ ինքը անում է Ոնց ճիշտ եք է։ համաձայն, եթե չգիտեք այդ հնարավորությունների մասին։ Դե մնացածը սուտ բան է, որովհետև մնացածը այդ список է, էլի։ Ցուցակ։ Իրեք մարդ են, չէ՞, կարտեժնիկ, ֆիզկուլտուրնիկ и Կարապետյան, да? Իրեքն էլ այս ժողովրդին Բայց չեմ խոսում ես իրենց մասին։ Ես Հայաստանի աննախադեպ հնարավորությունների Փաշինյանը լավ ժամանակաշրջանի է, մասին եմ խոսում։ Փաշինյանը լավ է։ Եվրոպայի կողմն է նայեմ, լավ է։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանը երբեք այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է։ Իհարկե, Ինչ աննախադեպ հնարավորություններ են հիմա։ լիք ավտո եք քշում, առավոտները ժամը 10-ից նստած հաց եք ուտում, զավտրիկ եք անում։ Ես չեմ անում զավտրիկ։ Դուք չէ, ժողովրդին եմ ասում։ Եգիպտոս գնում եք, Կիպրոս գնում եք, Եվրոպա գնում եք, վիզայով, ես տուրիզմի աշխատող եմ։ Հիմա թոշակի եմ անցել, որտեղ արդեն հոգնել եմ։ Սա աշխարհով պատտվում եք, երբեք sense լավ չեք ապրել։ Դե մի քիչ թիվն է փոխվել sense ասած։ Թիվը թիվը փոխվել ինքն իրանով չի փոխվում, բացի թվից թիվը որ փոխվում է։ Բացական բաներ կան, այդ չեք։ Բացական բաներ, ես այնքան բացական բաներ ունեմ։ Կինս ամեն օր հետ սկրվում է, երեկոյան բարիշում է, գիշերը պաչվում է։ Փաշինյանցին աստիճան եմ զզվում, որ դաժե իր հետ կապված հարցերից եմ զզվում։ Դեբիլ է, անասունի մեկն է, իրան ուղղակի ես չեմ հասկանում ժողովուրդը ոնց է հանդուրժում, չգիտեմ։ Չէ, ոչ մի բան իր հետ կապված ես ճիշտ չեմ գտնում։ Ինչ է նման բան ասում, նման հայտարարություն անում։ Ինչ աննախադեպ հնարավորությունների մասին է խոսում։ Դե երևի լրը վերջնական տապրծն է, էլի, երևի դա է աննախադեպը, իր բանով ուղղակի ժողովուրդը չի հասկանում։ Միգուցե դա, չգիտեմ։ Ամբողջ հույսներս այս ամսի 7-ն է։ Տեսնենք։ Եթե հանգարց չստացվեց ինչ-որ մի բան, ես չգիտեմ ինչ կլինի Հայաստանի հետ։ Այո, համաձայն եմ։ Ինչ է աննախադեպ հնարավորություններ կան հիմա, որ չկային նախկինում։ Դե շատ բաներ է փոխվել։ Բերեք։ Օրինակներ շատ կան եւ ինչ բերեմ։ Ինքն այդ բոլորը բերեք, որ աննախադեպ հնարավորություններ։ Այն ամենանախադեպը, որ դուք կարողանում եք հիմա մոտենալ, հարցնել, պատասխանները ստանալ, ոչ ստանում եք եւ եթե որևէ մի հատ վատ պատասխան է լինում, անմիջապես պատասխանը հետադարձվում է։ Իսկ հիմա բոլորը ազատ խոսում են, բոլորը ազատ ինչ ուզում են արտահայտվում են, այդ ամենակարևորը խաղաղությունն է, որ եղել է, որ բերել է իսկականից որ խաղաղությունն է։ Դեռ հույս ունենանք, որ այդ խաղաղությունը երկար կպահպանվի։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանը երբեք այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է։ Իհարկե համաձայն չեմ։ Հիմա ավելի վատ վիճակ է։ Ինչու են նման հայտարարությունները։ Դե հիմա, դե չգիտեմ, դա արդեն իր գործն է։ Ինչի, սրանից բետարել ա եղել, բայց էլի ոտենք կանգնե, այդ կամ էլ մեկը չկա ասի, ինչ ա եղել որ, ինչ ա եղել, իրանք աղիպես բոլորն ապրում են, ինչ ա եղել։ Հիմա իսկական շրջանն է, որ միանան իրար, գոնե ընդդիմությունը միանա իրար հասկանան, որ իրար հասկանան, այդ ձեր ասած աննախադեպ շրջանն էլ կավարտվի, էլի, կավարտվի, իսկ բանի նման, որ Կարապետ Խեցգետին ամեն մեկը քաշում է իրակում, այդ ձեր ասած աննախադեպը կմնա, չի կարելի ժողովրդի վրա փորձեր կատարել։ Իրանցով ընդդիմությունը պետք է իրար հասկանան, իրար եթե չհասկանան, իսկ Փաշինյանն էլ մեր խոսքը ասելու, ես իմ կողմից եմ ասում,
խելքի արի Նիկոլ Փաշինյան, եթե դու խելքի չգաս, ժողովուրդը խելքի կգա։ Իսկ որ ժողովուրդը խելքի կգա, իմացի քեզի լուսնի վայր հետաս քեզի կգտնեն։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ Հայաստանի երբեք այնպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան չի ունեցել, ինչպիսին հիմա է։ Որոշ առումներով այո, եւ դա այդպես է։ Այսօր ազատ է, ասենք, այսօր բիզնեսը կարող է բոլոր ուղղություններով զարգանալ, սահմանափակումներ չկան։ Այսօր իհարկե խաղաղություն է, թե հիմա ինչքանով է այդ խաղաղությունը հիմնավորված, այդ հիմնավորումը պետք է հետագայում պարզվի հիմնավորման եւ դա պետք է ամրապնդվի, դա մի անգամից չի լինում, դա էլ է ճիշտ ասվում։ Եվ համաձայն եմ ես այդ հարցերում Փաշինյանի հետ։ Փաշինյանի հետ միայն համաձայն չեմ տնտեսական հարցերում, որովհետեւ տնտեսությունը ինքը չունի այդ թիմում այդ մարդիկ, որոնք կարող են տնտեսությունը առաջ տանել։ Այդտեղ կամ դժվարություններ իրենց համար, որովհետեւ ասենք մարդիկ, ես համոզված եմ, որ ուզում են ներդրումներ անել տարբեր ուղղություններով, աշխարհում ու այնպիսի հանքարդյունաբերություն, ինչպիսին Հայաստանին նա չկա, բայց մենք այդ հանքարդյունաբերությունը այսօր փոշիացնում ենք զուտ նրա համար, որ չենք կարողանում վերջնական պրոդուկտ ստանանք։ Իսկ խոսում են, ասենք, հանքարդյունաբերության միության նախագահն է խոսում, որ ընդամենը 5% մենք շահույթ կարող ենք ստանալ այդ հանքարդյունաբերությունը վերջնական մետաղներ ստանալու համար 5%, բայց ինչքան աշխատատեղեր կունենանք։ Հա, 5% փաստացի շահույթ, բայց ինչքան աշխատատեղեր կլինեն, ինչպիսի մուլտիպլիկատիվ էֆեկտ կտա այդ վերջնական մետաղներ ստանալը։ Այդ հարցերը չի քննարկվում։ Փաշինյանի մոտ տնտեսական ճյուղը շատ թույլ է։ Մնացածը դե որ ցանկություն կա ինչ որ բան անելու, դա պարզ է, երևում է, թե ինչքանով է ստացվում իրանց մոտ, դե ոչ բոլորի մոտ ամեն ինչ լավ ստացվում։ Կարելի էր ավելի լավ, սպասելիքներն ավելի մեծ էին, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, բայց տնտեսության վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել, ուղղություններ պետք է տանել արտոնաբերության վրա, ընդհանրապես իրանք ինքնահոսի են թողել, վերցնում են ինչ որ մեկի, ասենք, եվրոպական պետության մոդելը, որը որ ռելսերի վրա դրած ունի արտոնաբերություն։ Ու այդ մոդելով սկսում են աշխատել։ Նա ռելսերի վրա դրված է։ Դու պետքա դնես ռելսերի վրա, ախր տարբեր են դրանք։ Հետո տեղայնացնել է պետք ամեն ինչ։ Իսկ որը որ ասենք այդ մտահորիզոնը, լայն մտահորիզոնը չկա։ Պետականաստեղծ արդյունաբերություն չունենք, տնտեսություն չունենք։ Իսկ քաղաքականությունը առանց տնտեսության դա անիմաստ է։